Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում ԱՄՆ նախագահը նշել է, ոգևորված են խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու ջանքերով։ Ոգևորված ենք նաեւ սահմանների սահմանազատման շարունակվող գործընթացով 2026 թվականի հունվարին 4 հայգերիների ազատ արձակմամբ, Հայաստան վառելիքի մատակարարումներով, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքասարակությունները միավորող խաղաղության կամուրջ նախաձեռնությամբ, նամակում նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է առաջիկա տարիներին եւ տասնամյակներին ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։ Ալիևին նամակ է հղել նաեւ Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները։ Նա վերահաստատել է Փարիզի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացմանը։ Դա նոր էջ կբացի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար, եզրափակել է Մակրոնը։ Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները եւ ամրապնդում անվտանգության գոտին Լիբանանում, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Պաշտպանության բանակը մեծածավալ գործողություններ է իրականացնում եւ զբաղեցնում վերահսկվող տարածքները, պաշտպանում ենք Իսրայելի, հյուսիսը մանրամասնել է Բենյամին Նեթանյահուն։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ցահալի ավիահարվածների հետևանքով վերջին ժամերին զոհվել է 30-ից եւ վիրավորվել 40-ից ավելի մարդ։ Իսրայելական կողմը նախազգուշացրել է, որ առաջիկայում հարվածներ են հասցնելու Լիբանանի 34 գյուղի։ Հրեական պետության զինված ուժերը շարունակում են ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում։ Իսրայելի վարչապետը եւ պաշտպանության նախարարը հայտնել են Համասի առաջնորդներից մեկին չեզոքացնելու մասին։ Բենյամին Նեթանյահուի եւ իսրայելկացի խոսքով նա պատասխանատու է հոկտեմբերի 7-ի դեպքերի կազմակերպման համար։ Տեղեկություններ կան, որ Գազայի հատվածում ցահալի գործողությունների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Տագանրոգին, Վորոնեժին, Տուապսեին եւ Սևաստոպոլին։ Ըստ տեղական իշխանության Տագանրոգում կան ավերածություններ, 2 մարդ է վիրավորվել։ ԶԼՄ-ների տվյալով էլ թիրախավորվել է Ռոստովի մարզի ինքնաթիռների վերանորոգման գործարանը։ Հաղորդվում է Վորոնեժի Բալթիմորի ռազմական օդանավակայանի շրջակայքում հրդեհի մասին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Տուապսեում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել ծովային տերմինալի տարածքում, որտեղ այդ թվում նավթավերամշակման գործարան կա։ Հրդեհներ են բռնկվել նաեւ Սևաստոպոլում։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ անցած գիշեր Դաշնության տարածքում խոցվել է ուկրաինական 140 ԱԹՍ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրոլի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի ու Սև ծովերի տարածքները։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը փոքր առաջընթաց են գրանցում դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դանդաղ ենք առաջ շարժվում, բայց գոնե հետընթաց չկա, նշել է պաշտոնյան։ Ռյաբկովի խոսքով ռուսական կողմը ցանկանում է ակտիվացնել գործընթացը, սակայն այդ հարցում դեռ դժվարություններ կան։ Իհարկե, հիմնական հարցերի շուրջ որևէ դրական շարժ չկա, խոսքը անօրինական կերպով բռնագրավված Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վերադարձի եւ ուղիղ չվերթների վերսկսման մասին է, մանրամասնել է ռուս դիվանագետը, հավելել. Վաշինգտոնը չի ցանկանում ընդունել Մոսկվայի պահանջները։ Ռյաբկովի խոսքով այնուհանդերձ շփումները շարունակվում են։ Նա տեղեկացրել է, որ Մոսկվա ամերիկացի պաշտոնյաների այցելության մասին պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն նման հեռանկարը չի բացառվում։ Փոխարտգործնախարարը նաև կոչ է արել ամերիկյան կողմին կատարել Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։